իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ համեղ թխվածքաբլիթ, ոչ միայն համեղ է, այլև շատ գեղեցիկ է ու հետաքրքիր, եկեք միասին պատրաստենք, ուրեմն մեզ հարկավոր է ալյուր, կարագ, շաքարի փոշի, թթվասեր, վանիլին ձու, աղ, փխրեցուցիչ, կակաո և նորից մի ճաշի գթալ ու կես ալյուր հետո օգտագործելու համար։ Ուրեմն անցնենք գործի։ Կարագը խառնելու ենք վանիլինի, աղի և փխրեցուցիչի հետ։ Ինչպես նաև շաքարի փոշին ենք ավելացնում։ Եվ այսպես մի փոքր խառնելով, որպեսզի շաքարի փոշին չթռնի դեսուդեն, խառնելու ենք իրար, ոչ թե հարելու ենք։ Ուրեմն նախորդ ասեմ, որ անպայման կարագը պիտի լինի սենյակային ջերմաստիճանի, նույնիսկ շատ թուլիկ։ Այսպես մի փոքր։ Ավելացնում ենք թթվասերը։ Եվ մեկ ձու է մեզ հարկավոր։ Նորից մի փոքր կարող եք ձեռքով խառնել, այնպես որ հարիչը արտադրի չէ։ Հիմա ավելացնում ենք ալյուրը արդեն։ Սիրելիներս, մեր խմորը դեռ պատրաստ չէ, բայց տեսեք այսպիսի թույլ խմոր ենք ստացել, կիսում ենք հավասար երկու մասի, մեկ մասը դնում ենք այստեղ, այս մեկ մասին ավելացնում ենք մեկ ու կես ճաշի գթալ ալյուր, որովհետև շատ թույլ է մեր խմորը։ Նորից հնցում ենք։ Տեսեք, արդեն բավականին ենթարկվող խմոր ստացանք, այս մեկ խմորը, և հիմա այս երկրորդ խմորին ավելացնում ենք մեկ ճաշի գթալ կակաո ու նորից հնցում ենք։ Սիրելի հետևորդներ, տեսեք այսպիսի փափուկ, ձեռքերին չկպչող, բայց միևնույն ժամանակ շատ փափուկ խմոր ենք ստացել, երկուսն էլ։ Հիմա թողնելու ենք մի փոքր հանգստանան մեր խմորները սառնարանում, 10 րոպե։ Սա է մեր սպիտակ խմորը արդեն։ Սիրելիներս, ուրեմն մեր խմորները արդեն 5-ից 10 րոպեն շատ է, 5-ից 7 րոպե թողնում ենք սառնարանում և հետո այսպես տեսեք, յուղաթղթի վրա ենք տեղավորում, հաջորդ յուղաթղթով, տեսեք այսպես կրտնակելու ենք, բացելու ենք խմորը։
մեկ-մեկ, տեսեք այսպես բացելու ենք ու հավասարեցնենք։ Ուղղանկյուն ձև ենք տալիս խմորին։ Ու շարունակում ենք։ Այսպես, շատ հանգիստ տեղափոխում ենք, տեսեք, այսպես, և ռուլետի նման խաթաթելու ենք, տեսեք, այսպես, շատ ենթարկվող խմոր է, առանց շտապելու, գեղեցիկ, փաթաթում ենք։ Այսպես հավասարեցնում ենք, տեսեք, և նորից թղթով փաթաթում ենք, լավ հավասարեցնելով, փոխում ենք այսպես հարմար, հավասար տախտակի վրա կարելի է մեկ անգամ փաթաթել և դնում ենք սառցախցիկ, 1 ժամ։ Հետևորդներ, արդեն բավականին սառել է մեր խմորը ու սկսում ենք հավասար, տեսեք, հավասար մասերի ենք բաժանելու։ Այսպես։
Սիրելիներիս, հիմա տեսեք, այսպես դանակով նախշեր ենք անում։ Տեսեք։ Դնում ենք արդեն տապակի մեջ։ Ջեռոցը միացնում ենք արդեն, որպեսզի տաք ջեռոց ունենանք, թխելու ենք 180 աստիճանի տակ։ Սիրելի հետևորդներ, ես ավարտեցի արդեն, հիմա դնելու ենք թխվելու։ Շատ համեղ բույր է տարածվել մեր խոհանոցում։ Տեսեք, այսպիսի թխվածքաբլիթներ ենք ստացել, շատ տաք է։ Այսպիսի համեղություն և գեղեցկություն ստացանք, սիրելի հետևորդներ, դուք էլ պատրաստեք, շատ այսպես գեղեցիկ տեսք ունի, համը իհարկե շոկոլադը կակաոն խմորի հետ շատ համեղ է։
տեսեք հիմա կիսեմ մի հատը, փխրուն, փափուկ, տեսեք, մոտիկից նկարի, շատ լավն է։ Սիրելիներս, մենք արդեն ավարտեցինք, տեսնում եք արդեն ինչ գեղեցկություն ստացանք, շատ համեղ բույր է տարածվել իմ խոհանոցում, շատ կուզեմ, որ դուք էլ պատրաստեք եւ մի խորհուրդ, եթե պատրաստում եք, միանգամից 2 բաժին պատրաստեք, որովհետեւ շատ արագ վերջանալու է, շատ համեղ է։ Այսպես սիրելի հետևորդներ, հուսով եմ ձեզ դուր կգա, մանավանդ, որ այդքան էլ բարդ չէ, դժվար չէ, շատ բաղադրիչներ չի պահանջում եւ տեսքն էլ շատ գեղեցիկ է, ինչպես արդեն որ դուք տեսնում եք։ Այսպես իմ սիրելի հետևորդներ, ուզում եմ ցտեսություն ասել արդեն, բարի դիտում ձեզ մաղթեմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար, ամեն օրվա համար, բոլորիցդ առանձին շնորհակալություն եմ հայտնում ձեր գեղեցիկ բառերի համար, ձեր հետաքրքիր մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ, իմ շատ սիրելի հետևորդներ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում